Ողջույն սիրելի հայրենակիցներ, ինչպես եւ խոստացել է, այսօր կխոսենք ներգաղթային վիզաներից, ես Հարություն Մինասյանն եմ, բայց մինչև օրվա միակ թեմային անցնելը պարտադիր հստակեցում է պետք։ Այս հաղորդումն ունի տեղեկատվական եւ վերլուծական բնույթ։ Այն չի հանդիսանում իրավական, գնահատական եւ իրավաբանական խորհրդատվություն, նույնպես չէ։ Յուրաքանչյուր ներգաղթային գործ ունի իր անհատական հանգամանքները եւ կոնկրետ հարցերի դեպքում անհրաժեշտ է դիմել լիցենզավորված ներգաղթային փաստաբանի, եթե չունեք անպայման ունեցեք։ Իսկ հիմա սկսենք։ Սա կլինի գրեթե ամբողջական։ Երևի թե իմ հաշվարկներով ամբողջական պատկեր, թե այս 1 տարվա ընթացքում ինչ է տեղի ունեցել եւ ունենում ներգաղթի արդյոք գիտեք հունվարի 20-ին, երթնակալությունից հետո Դոնալդ Թրամփը կշրջի իր 1 տարվա էջը։ Սկսեմ վերջից, թարմ տեղեկատվությունից ու գնանք հետ։ 26 թվականի հունվարի 4-ին նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակեց մի փաստաթուղթ կամ ինչ-որ աղյուսակ, որ առաջին հայացքից կարող է թվալ պարզապես վիճակագրական աղյուսակ, բայց իրականում սա քաղաքականության հիմնավորման աղյուսակ է։ Այն կրում է հետևյալ վերնագրային իմաստը. Percent of immigrant households receiving assistance, ներգաղթյալ ընտանիքների տոկոսը, որոնք ստանում են պետական սոցիալական օգնություն։ Սա այն հիմքն է, որով վարչակազմը բացատրում է, թե ինչու է խստացում ներգաղթային քաղաքականությունը։ Այլ կերպ ասած, սա պատասխան է ինչուին։ Այս աղյուսակում թվարկված են տասնյակ երկրներ եւ յուրաքանչյուր երկրի դիմաց նշված է, թե այդ երկրից ծնված ներգաղթյալը, այստեղ հատուկ նշեմ, ընտանիքի մասով է խոսքը, քանի տոկոսն է, եւ եւս մեկ անգամ հատուկ նշեմ, օգտվել պետական օգնությունից, լինի դա առողջապահական ապահովագրություն, սննդային աջակցություն կամ սոցիալական ծրագրի։ Եվ այստեղ իրոք կարևոր է հստակ ասել, որ խոսքը անձանց մասին չէ, այլ ընտանիքների եւ խոսքը կյանքի ընթացքում կախված լինելու մասին չէ, այլ երբևէ օգնություն ստանալու մասին է։ Այժմ ամենազգայուն կետը։ Այո, այս աղյուսակում կա նաև Հայաստան։ Աղյուսակում նշված է Արմենիա, դիմացը գրված է 60.3%։ Սա նշանակում է, որ ըստ հրապարակված տվյալների Հայաստանում ծնված ներգաղթյալ ընտանիքների շուրջ 63%-ը կյանքի ինչ-որ փուլում օգտվել է պետական սոցիալական աջակցությունից, ու մենք 12-րդ հորիզոնականում ենք։ Եվ այստեղ մենք պարտավոր ենք ասել այն, նաև ինչը աղյուսակը չի ասում։ Սա երևի թե իմ պարտականությունն է։ Այն չի ասում, որ հայերը հիմա չեն աշխատում ու բեռ են։ Այն չի ասում, որ հայերը չեն վճարում հարկեր, այն չի ասում, որ հայերը մշտապես կախված են պետությունից, այլ կերպ ասած, ինչ որ պահի պետական օգնություն ստանալը չի հավասարեցվում ամբողջ կյանքում պետության վրա հիմնվելուն։ Բայց քաղաքականության մեջ կարևոր է ոչ միայն այն, թե ինչն է ճիշտ, այլ այն, ինչպես է դա ներկայացվում։ Այս աղյուսակը հենց այդ ներկայացման գործիքն է։ Այն օգտագործվում է արդարացնելու համար public charge մոտեցման խստացումը, այսինքն այն գաղափարը, որ ներգաղթողը պետք է ապացուցի իր ֆինանսական ինքնաբավությունը, եւ որ պետությունը պարտավոր չէ ընդունել մարդկանց, որոնք կարող են օգտվել սոցիալական համակարգից։ Հենց այս տրամաբանության վրա է հաջորդաբար կառուցվել վերջին որոշումը ներգաղթային վիզաների տրամադրման կասեցումը մի շարք երկրների համար։ Այս տրամաբանության հիման վրա է կառուցվել նաև diversity վիզաների սառեցումը, green card-ի խաղարկությունն է նույն եւ մուտքի ու ճանապարհորդության սահմանափակումները որոշ տարածաշրջաններից։ Այսինքն սա մեկ ամբողջական աղյուսակ է, ոչ թե ուղղակի աղյուսակ լինելու համար, այլ ամբողջ քաղաքականության շղթայի ամփոփում։ Այս թողարկման ընթացքում մենք քայլ առ քայլ կվերլուծենք ինչ որոշումներ են ընդունվել վերջին 1 տարվա ընթացքում, ինչ հերթականությամբ են խստացումները եկել, ինչն է վերաբերում ներգաղթային վիզաներին, ինչը ոչ ներգաղթայիններին եւ ինչ ռիսկեր կան այն մարդկանց համար, ովքեր այսօր սպասում են ԱՄՆ ներգաղթին, նշեմ հատկապես օրինական ճանապարհով։ Թեմայից դուրս մի խնդրանք էլ ունեմ, մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին, լայքել նյութերը, լինել ակտիվ մեկտաբանություններ բաժնում, կանխավ, շնորհակալ եմ։ Եվ մինչև շարունակելը կրկնեմ, սա շատ կարևոր սահմանում է։ Այս վերլուծությունը ոչ իրավական գնահատական է եւ ոչ էլ իրավաբանական խորհրդատվություն։ Այն ունի տեղեկատվական եւ քաղաքական վերլուծական նպատակ։ Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը նախորդ տարի չբացեց 2027 թվականի diversity վիզա ծրագրի գրանցում, այսինքն այն խաղարկությունը, որը սովորաբար մեկնարկում է աշնանը, դեռևս սառեցված է։ Սա նշանակում է ոչ թե տեխնիկական որոշում, այլ գործնական կասեցում 2027 թվականի green card-ի խաղարկության համար չկա հրապարակված հստակ ժամանակացույց, թե երբ կամ արդյոք այն կվերաբացվի կամ կբացվի։ Սա կարևոր է, որովհետև եթե խաղարկությունը չի բացվում, ապա ոչ միայն ուշացում է լինում, այլ ամբողջ շղթան է խախտվում։ Դա խաղարկությունն է, ընտրությունն է, հարցազրույցն է, վիզաների տրամադրումն է։ Ինչով է սա տարբերվում նախորդ տարիներից։ Օրինակ նախորդ տարիներին նույնիսկ ճգնաժամերի, համավարակի կամ քաղաքական լարվածության պայմաններում տիվի խաղարկությունը
դա նույն green card-ի խաղարկությունն է, գոնե բացվում էր։ Նույնիսկ եթե հետո գործընթացը դանդաղում էր կամ չէին տրամադրում green card, որովհետև չէր լինում հարցազրույց։ Այստեղ մենք ունենք այլ պատկեր։ Խաղարկությունը նույնիսկ չի էլ մեկնարկել, սա որակապես այլ փուլ է, կարծում եմ, սա քաղաքական, ոչ թե տեխնիկական հարց է։ Եթե սա լիներ օրինակ տեխնիկական խնդիր, կլիներ հստակ հաղորդագրություն, ուշացում կբացվի այս ամսին եւ այլն։ Բայց այստեղ մենք տեսնում ենք լռություն եւ հենց այդ լռությունն է, որ DV 2027-ի սառեցումը դարձնում է քաղաքական որոշում, ոչ թե ժամանակի խնդիր։ Այս սառեցումը լիովին տեղավորվում է այն նույն քաղաքական տրամաբանության մեջ, որի մասին խոսեցինք սկզբում, public charge, ինքնաբավություն, սոցիալական համակարգի պաշտպանություն։ DV ծրագիրը հենց այն մեխանիզմն է, որը թույլ է տալիս ներգաղթել առանց հովանավորի։ Այսինքն չի պահանջում ընտանիքի հովանավոր, ինչպես family-based immigration-ում, չի պահանջում գործատուի հովանավորչություն, ինչպես employment-based immigration-ում, եւ չի պահանջում պարտադիր affidavit of support, form I-864-ի մասին է խոսքը։ DV ծրագիրը թույլ է տալիս ներգաղթել առանց հովանավորի, բայց ոչ առանց ինքնաբավության ապացույցի, այսինքն DV շահողը, green card շահողը պարտավոր է ապացուցել, որ ունի բավարար կրթություն կամ աշխատանքային փորձ, high school դիպլոմա կամ 2 տարվա նվազագույն որակավորված աշխատանքային փորձ։ Չի դառնա public charge պետական համակարգից կախված անձ եւ հենց այդ պատճառով DV-ն դառնում է ամենախոցելին նոր քաղաքականության պայմաններում։ Շատ երկրներ, ինչու՞ չէ հենց Հայաստանը, երկար տարիներ եղել են այն երկրների շարքում, որտեղից օրինական ճանապարհով ներգաղթել են Միացյալ Նահանգներ հենց diversity վիզա ծրագրի միջոցով։ DV-ն եղել է օրինական դարպաս։ DV ծրագիրը կոնգրեսը չի վերացրել, քանի որ միայն այդ կառույցն է լիազորված դա անել։ Օրենսդրական մակարդակում ծրագիրը շարունակում է գոյություն ունենալ, բայց գործնականում, եթե խաղարկությունը չի բացվում, ապա ծրագրի գոյությունը դառնում է թղթային, ոչ կիրառական։ Եթե թողարկման առաջին հատվածում մենք տեսանք, թե ինչպես են թվերն օգտագործվում քաղաքականությունը հիմնավորելու համար, ապա այստեղ մենք տեսնում ենք այդ քաղաքականության առաջին իրական զոհերից մեկը։ DV 2027-ի սառեցումը հնարավոր ներգաղթային տարբերակներից ամենագլխավորներից մեկն էր, որից զրկում են։ Եկեք մի բան էլ հասկանանք։ Non-immigrants visa, ոչ ներգաղթային վիզաներ։ Սրանք շատ են, բայց կարևորներն առանձնացնեմ ու դրանցից են B1, B2 բիզնես եւ туриզմ գործարար ու զբոսաշրջային վիզաները, F1 student ուսանողական վիզան, J1 exchange փոխանակման ծրագրի վիզան, H1B սա մասնագիտական ժամանակավոր աշխատանքային վիզան է եւ այլ ժամանակավոր մուտքի վիզաներ։ Սրանք տալիս են սրանք չեն տալիս ներեցեք մշտական բնակության իրավունք, այլ թույլ են տալիս ժամանակավոր մուտք Միացյալ Նահանգներ։ Ինչ է իրականում փոխվել վերջին 1 տարում եւ ինչ է կատարվել non-immigrant վիզաների հետ։ Թրամփի պաշտոնավարման ընթացքում պաշտոնապես հայտարարված համընդհանուր non-immigrant visa freeze չի եղել, բայց կա այլ բան՝ մուտքի եւ ընտրողական սահմանափակումների ընդլայնում, travel ban կամ entry restriction։ Վերջին ամիսներին սահմանվել են ամբողջական մուտքի կամ մասնակի սահմանափակումներ մի շարք երկրների քաղաքացիների համար։ Սա նշանակում է, որ նույնիսկ non-immigrant վիզա ունեցողը, ոչ ներգաղթային վիզա ունեցող անձը կարող է փաստացի չկարողանալ մուտք գործել Միացյալ Նահանգներ։ Հայաստանն այս բան չի ընդգրկված travel ban-ի ցուցակում։ Հայաստանի քաղաքացիների համար չկա ընդհանուր entry ban, ոչ զբոսաշրջության, ոչ ուսանողական, ոչ ժամանակավոր աշխատանքի մասով։ Սա փաստ է եւ պետք է հստակընչի, որպեսզի խուճապ չստեղծվի։ Բայց սա նաեւ չի նշանակում, որ հայաստանցիները դուրս են մնացել ընդհանուր քաղաքական կոշտացումներից եւ կամ ծրագրերը չեն ազդում հայերի վրա։ Ինչպես է քաղաքականություն ընդհանրապես ազդում ոչ միգրացիոն վիզաների վրա անուղղակիորեն։ Թեև ոչ միգրացիոն վիզաները պաշտոնապես չեն սառեցվել, տեսնում ենք դրանց կամ հետեւյալ միտումներն ենք տեսնում։ Առաջինը՝ խստացված ֆինանսական ստուգում։ Դեսպանատներն ավելի խիստ են գնահատում, թե արդյոք դիմորդը կարող է դառնալ public charge, նույնիսկ եթե խոսքը ժամանակավոր մուտքի մասին է։ Երկրորդ՝ ավելի բարձր մերժումների տոկոս որոշ տարածաշրջանների համար։ Սա հատկապես նկատվում է B1, B2 զբոսաշրջային վիզաների դեպքում։ Երրորդ՝ սահմանին, այսինքն արդեն Միացյալ Նահանգներում մուտք գործելիս ավելի խիստ հարցաքննություն, նույնիսկ գործող վիզայով մարդիկ կարող են հետ ուղարկվել, եթե սահմանապահ ծառայողը կասկածում է, որ նրանք մտադիր են խախտել վիզայի նպատակը։ Ինչու է սա կարևոր մեր ընդհանուր վերլուծության մեջ, եթե առաջին երկու մասերում մենք խոսեցինք TV ու public charge-ի մասին, այստեղ օրինական մշտական ներգաղթի ուղիներ պետք է նշենք եւ ոչ մշտական միգրացիայի ուղիներ, որովհետեւ ժամանակավոր մուտքն էլ կարող է դառնալ ինչ որ պահի միգրացիոն ուղի։
դա անվնաս գոտի չէ։ Ու այս տրամաբանությունը նույնն է, պետք է ունենա ինքնաբավություն, վերահսկելիություն, միգրացիայի կրճատում, ոչ թե մեկ քայլով, այլ շերտ առ շերտ, սա պետության մոտեցումն է։ Այսօր Միացյալ Նահանգների միգրացիոն քաղաքականությունում հարցը միայն սա չէ, դու կստանաս վիզա, թե չես ստանա։ Հարցը դարձել է քո մուտքը որքանով է կանխատեսելի, քո վերադարձը որքանով է կանխատեսելի, որքան ես վերահսկելի համարվում համակարգի կողմից։ Եվ սա վերաբերում է արդեն ոչ միայն ներգաղթյալներին, այլ նաև հենց ուսանողներին, զբոսաշրջիկներին, ժամանակավոր աշխատողներին, բայց մի պահ վերադառնանք սկիզբ, հա, ինչ է ընդհանրապես public charge-ը։ Public charge ներգաղթային իրավունքում նշանակում է անձ, որը կարող է դառնալ պետական սոցիալական համակարգից հիմնականորեն նաև կախված։ Սա նոր հասկացություն չէ, այն գոյություն ունի Միացյալ Նահանգների ներգաղթային օրենքներում ավելի քան 100 տարի։ Բայց վերջին 1 տարվա ընթացքում public charge-ը վերադարձել է ոչ թե որպես եզակի բացառություն, այլ որպես քաղաքական ֆիլտր։ Ընտանեկան ներգաղթի մեծ մասում գործում է affidavit of support, form I-864-ը, sponsor հովանավոր, անձ, որը ստորագրությամբ պարտավորվում է, որ ներգաղթողը չի դառնա public charge։ Սա ոչ թե բարոյական խոստում, այլ իրավական պարտավորություն, օրենքով նախատեսված է, որ եթե հովանավորող ներգաղթյալը օգտվում է որևէ օգնությունից, պետությունը իրավունք ունի պահանջել այդ գումարների վերադարձը հովանավորից։ Այս դրույթը միշտ է եղել օրենքում, բայց տարբերությունն այսօր սա է։ Տասնամյակներ շարունակ այս իրավունքը գործնականում գրեթե չի կիրառվել։ Վերջին ամիսներին դաշնային մակարդակում սկսել են առանձին դեպքերով ուղարկվել գումարի վերադարձի պահանջներ հովանավորներին։ Սա զանգվածային գործընթաց չէ, առայժմ զանգվածային գործընթաց չէ։ Մինեսոտա նահանգում է գրանցվում դեպքեր, որ հովանավորներից գումարներ են պահանջում։ Կարևորն այն է, որ դաշնային մակարդակում նման պահանջների մեխանիզմը պետք է ուղղակի պատկերացնենք, որ սկսում է ակտիվանալ։ Այս պահին Կալիֆոռնիա նահանգում նման պրակտիկա չկա։ Չկա հաստատված տեղեկություն, ամեն դեպքում ես չունեմ, որ Կալիֆոռնիայի պետական մարմինները սկսել են հովանավորներից պահանջել պետական օգնության գումարների վերադարձ, բայց այստեղ կա մեկ կարևոր նախադասություն, որը պարտադիր պետք է հնչի։ Քաղաքական միջավայրը փոխվում է, ու այնինչ այսօր չկա, թեկուզ եւ Կալիֆոռնիայում վաղը կարող է դառնալ ոչ միայն քննարկման թեմա, այլ նաեւ իրականություն։ Շատ կարևոր ճշգրտում։ Այս ամենը չի վերաբերում ապաստանի հայցերին։ Ինչու՞, որովհետև ապաստանի դիմումատուն չունի հովանավոր։ Այսինքն public charge-ի շրջանակում ապաստանի հայց ներկայացրած անձից կամ հովանավորից գումարի վերադարձ չեն կարող պահանջել։ Եվ այստեղ է, որ պետությունը ունի գերխնդիր ազատվել ապաստան հայցողներից մասսայական արտաքսման ու ձերբակալությունների միջոցով։ Այսօր միգրացիոն քաղաքականությունը սահմաններից տեղափոխվել է ֆինանսների դաշտ։ Ես փաստաբան չեմ, շատ դեպքերում կարող եմ ինչ-որ հարցի շուրջ վստահաբար խոսել կամ չխոսել, բայց բոլոր մտքերը միայն պաշտոնական աղբյուրների հայտարարությունների հիման վրա է արված։ Առայժմ պարտականությունս եմ կհամարում կամ պարտավոր եմ առանձնացնել իրական ռիսկը լուրերը վախեցնող խոսակցություններից։ Հարց երևի մի տամ, ինչպես փոխվեց Միացյալ Նահանգների միգրացիոն քաղաքականությունը։ Միթե այն տարբեր էր մինչև հունվարի 20-ը եւ մինչև այսօր կա կարևոր հատված, որովհետև այստեղ մենք պետք է խոսենք նաև առանձին որոշումների մասին ու գործընթացը որպես շղթա նայենք։ For the millions of illegal aliens who have been released in this country in violation of federal law, you're going home. These are gang members. These are the ones carrying fentanyl across the border. And these are people from terrorist-related countries. We're going to hammer away and make sure that we clean up our streets and give American people back their country. Public safety threats and national security threats, they're first. We will not let you prevent us from saving the American communities from illegal alien crime because the American people demand it. 2025 թվականի հունվարի 20-ին պաշտոնավարման առաջին օրը Դոնալդ Թրամփը առաջին իսկ վայրկյանին միգրացիան սահմանեց որպես ազգային անվտանգության եւ պետական ծախսերի հարց, այսպես անվտանգության խնդիր։ Առաջին ուղերձը պարզ էր, օրինական ներգաղթը պետք է լինի ավելի քիչ, ավելի վերահսկելի, ավելի կանխատեսելի պետության համար։ Սա գաղափարական մեկնարկ էր ու առաջին ստորագրությամբ փակեց սահմանը ներգաղթի համար, խոսքը հարավային սահմանի մասին է։ Այլևս հնարավոր չէր հատել սահմանն ու ապաստան հայցել տեղում։ Առաջին փուլում շեշտը դրվեց սահմանային վերահսկողության վրա։ CBP-1 ծրագիրը անմիջապես չեղարկվեց։ Դա Բայդենի օրոք ներդրվեց մի համակարգ էր, որի միջոցով կարելի էր գրանցվել սահմանից դուրս ու օր ունենալու դեպքում օրինական ճանապարհով ներգաղթել։ CBP-1-ը հակառակ կիրառումը ստացավ, այստեղ կարող էր արդեն գրանցվել ինքնակամ արտաքսման համար։ Բոլոր նրանք, ովքեր որ այդ ծրագրով էին եկել, եղան խստացումներ դրանց համար։ Ուղարկվեցին նամակներ, որ երկիրը անմիջապես պետք է լքեն, այսպիսի պահանջ կար։
2025-ի գարուն ամառ հավաքածոյում ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունը սկսեց հավաքագրել ներգաղթի գործակալների, իջեցվեց տարիքային պահանջի շեմը, առաջարկվեց անգամ բոնուսներ, մեծ գումարներ, բացվեցին նոր կալանավայրեր ու ամեն օր սկսվեց վախի մթնոլորտ։ Այսի գործակալները դարձան, ճակերտավոր ասած, բոբո։ Սկզբում խոսքը գնում էր միայն հանցագործներին ձերբակալելու մասին, բայց փոխվեց նաև նախկին մոտեցումը։ Եթե նախկինում գնում էին որևէ մեկին ձերբակալելու հարակից տարածքները կամ մարդիկ հետաքրքիր չէին, հիմա դա դարձավ մասսայական։ Կհիշեք հավանաբար տարբեր վայրերի ներգաղթի գործողությունները եւ դրան զուգահեռ նաև իրավական պայքարը։ Դատարանների դալիճերից մարդկանց հավաքագրում էին, դպրոցների մոտից հավաքագրում էին, եկեղեցիներ էին անգամ ներս մտնում։ Կալիֆոռնիայում էլ մեծ տեպերով մեկնարկեց գործողություն։ Այն նահանգային ու քաղաքային իշխանությունները դատական հայցերով կարողացան որոշակիորեն զսպել, բայց միևնույն է, գուցե տեմպը նույնը չէ, բայց ձերբակալություններն ու խոզարկությունները հիմա էլ շարունակվում են։ Այս փուլում երևի ընդհանուր այս փուլում օրինական ներգաղթի մեխանիզմների վերագնահատում տեղի ունեցավ։ Քաղաքական դաշտում հստակ ձևավորվեց մի միտք, ոչ բոլոր օրինական ուղիներն են նախընտրելի պետության համար։ Եվ կարևոր չէ հանցագործը թե ոչ, այստեղ առաջին անգամ սկսեցին խոսել նաև public charge-ի մասին, խստացման մասին, սա դեռ խոսք էր, բայց ոչ կիրառություն ու այն հետո պետք է իրականություն դառնար։ Այս տարվա սկզբում հենց դրա մասին էր, որ True Social հարթակում հրապարակվեց հենց Դոնալդ Թրամփի կողմից այդ աղյուսակը, որի մասին խոսեցինք սկզբում։ Աղյուսակներ, երկրներ, տոկոսներ, սա դարձավ այն հիմքը, որի վրա հնարավոր դարձավ նաև ասել, որ մենք չենք խստացնում քաղաքականությունը, կամայականորեն մենք դա անում ենք, հիմնվելով թվերի վրա։ Ինչ օրինաչափություն է երևում, եթե այս ամենը նայենք ոչ թե առանձին դրվագներ, այլ նայենք միասնական, կտեսնենք հստակ օրինաչափություն, սկզբում գաղափար, հետո թվեր, հետո փորձնական նաև կիրառություն, իսկ վերջում համակարգային խստացում։ Սա է առայժմ կիրառվող դասական քաղաքական մոդելը։ Այո, շատերը դժգոհում են միգրացիայի բարձր մակարդակից, որը տեղի ունեցել վերջին տարիներին։ Փաստ է, որ շատ մեծ խմբերով հենց հանցագործներ են եկել Միացյալ Նահանգներ, բայց կրկին գործողությունը իրականացվում է մասսայաբար։ Այս մեկ տարվա ընթացքում միգրացիոն քաղաքականությունը չի փոխվել, այսպես մեկ գրչի հարվածով, որ եղավ հունվարի 20-ին, այն փոխվել է քայլ առ քայլ, բայց նույն ուղղությամբ։ Եվ հենց այդ պատճառով էլ կարևոր է ոչ միայն մեկ որոշումը քննարկել, այլ ամբողջական շղթան հասկանալ, որովհետև Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ դեռևս պետք է մենք ճանապարհ անցնենք ու շատ ներգաղթյալներ են այդ ճանապարհը անցնելու։ Կան մարդիկ, որոնք ցանկանում են այս կամ այն պատճառով հայտնվել Միացյալ Նահանգներում ու նաև նրանց համար է կարևոր։ Խիստ միգրացիոն քաղաքականություն, այո, շատ կարևոր է, այո, դա ներքին անվտանգության հարց է, անկախ նրանից, թե ինչ ճակատում են պայքարում դեմոկրատները։ Նրանք նույնպես հասկանում են, որ հանցագործ ապօրինի միգրանտներին պետք է վտարել երկրից։ Եվ եկեք մի թեմայի շուրջ խոսենք, ինչ կարող է սպասվել մոտակա ամիսներին եւ ում վրա ինչ ազդեցություն կունենա այդ ամենը։ Քննարկենք սցենար, որը չի լինի նոր քաղաքականություն։ Սցենար, որտեղ վարչակազմը պետք է արագ արդյունք ցույց տա։ Ու ոչ թե վարչակազմը ցույց տա այդ արդյունքը Դոնալդ Թրամփին, այլ հանրությանը, որովհետև այս տարի միջանկյալ կարևոր ընտրություններ են, որտեղ կարող է անգամ վճռվել հաջորդ նախագահի ապագան։ Կոնգրեսի վերահսկողության համար լուրջ պայքար է սպասվում։ Հնարավոր է անգամ մեծամասնությունը պահպանելու դեպքում արդեն մենք տեսնենք դիվի խաղարկության լիարժեք չեղարկում, գուցե սկզբի համար կոնկրետ տարվա համար։ Ներգաղթային վիզաների կասեցման ընդլայնում, նոր երկրների ցուցակ հայտնվի, դա կլինի ուղղակի երևի ամբողջ աշխարհի համար։ Public charge-ի չափանիշների կիրառման ամրացում կանոնակարգի մակարդակով եւ հովանավորների պատասխանատվության ավելի համակարգված կիրառություն։ Սա երևի այն սցենարն է, որտեղ օրինական ներգաղթը պաշտոնապես չի փակվի, բայց գործնականում կդառնա շատ նեղ անցում։ Քաղաքական հետևանքի մասին խոսենք կամ քաղաքական հետ քայլի սցենար նաև քննարկենք, որը նույնպես հավանական է, բայց դա կախված է մի քանի գործոններից, նախ դատարանների արձագանքից, կոնգրեսի ճնշումից, ներքին քաղաքական հաշվարկներից։ Այստեղ կարող ենք տեսնել մի փոքր ավելի թեթև, օրինակ դիվի խաղարկության մասամբ վերագործարկում, վիզաների կասեցումների հստակ ինչ-որ ժամանակավորում, public charge-ի կիրառման փոքր թեթևակի հստակեցում, ու սա այն սցենարն է, որտեղ համակարգը կփորձի հավասարակշռել քաղաքական ուղերձը եւ գործնական հետևանքները։ Հայաստանն այս քաղաքականության մեջ չի դիտարկվում որպես անվտանգության սպառնալիք երկիր։ Սա կարևոր փաստ է։ Հայաստանը կամ Հայաստանի ժողովուրդը հայտնում ուղղակի սոցիալ-տնտեսական ռիսկի քննարկման դաշտում։ Սա նշանակում է ընտանեկան ներգաղթը կարող է դիտարկվել ավելի խիստ, ֆինանսական ապացույցները կարող են պահանջվել
ավելի մանրամասն TV ուղու փակվելը հատկապես ցավոտ է լինելու շատ հայ համայնքի ներկայացուցիչների համար, որովհետև շատ ընտանիքներ են ցանկանում վերամիավորվել։ Միևնույն ժամանակ Ապաստանի հայցերն այս շղթայի մեջ չեն մտնում, եւ այստեղ քաղաքականությունը այլ տրամաբանություն կստանա, կարծում եմ կստանա։ Բայց այս դեպքում էլ պետք է չափազանց զգույշ գործել։ Ժամանակին պետք է վճարել բոլոր տուգանքներն ու հարկերը, աշխատել ընդհանրապես որևէ խախտում չանել, չլինել ընդհանուր պատկերի մեջ կոպիտ ասած բիծ, եթե ցանկանում եք մնալ, աշխատել եւ ապագայում նաեւ ստանալ green card։ Սա է միակ կարևոր ուղին, որ պետք է լինել օրինապաշտ անձ։ Այսօր միգրացիոն քաղաքականության հարցը այլևս միայն թույլ տալ ու թույլ չտալ չէ։ Դա դարձել է ընտրության, կանխատեսման ու հաշվարկի քաղաքականություն եւ հենց այստեղ է, որ ամենափոքր սխալը դառնում է երազած ապագայի կորուստ։ Այս վերլուծության ընթացքում փորձեցի ոչ թե վախեցնել, ոչ էլ հանգստացնել կեղծ խոստումներով, այլ հասկանալ, թե ինչ է իրականում փոխվել։ Պետք է տարբերել լուրը, վախեցնող խոսքից, բամբասանքից, քաղաքական ուղերձը իրավական փաստից, ենթադրությունը իրական վտանգից։ Այսօր եւ խուճապ է տարածվում, եւ շատերն անտեսում են զգոն լինելու կարեւորությունը։ Ամենաճիշտ մոտեցումն է տեղեկացված լինել, հասկանալ ընդհանուր ուղղությունը ու չկատարել կտրուկ քայլեր հիմնվելով չստուգված լուրերի վրա։ Այս հաղորդումը գուցե չտվեց ձեր բոլոր հարցերի պատասխանները, բայց կարծում եմ ստեղծվեց հստակ պատկեր, որ պետք է մտածել, ոչ թե վախենալ։ Ես Արություն Մինասյանն եմ։ Շնորհակալ եմ, որ դիտեցիք մինչև վերջ։ Հիշեք, յուրաքանչյուր շաբաթ օր մեր ալիքում կլինի որևէ թեմայի շուրջ վերլուծություն, զրույց, ինչպես կուզեք դա անվանեք։ Նախկինում դրա մասին ասել եմ, դուք էլ կարող եք գրել ձեզ անհանգստացնող թեմաներ իմ հնարավորության սահմաններում, մեծ սիրով կգտնեմ պատասխաններ, կհրավիրենք մասնագետների, կգտնենք գուցե ամբողջական փաթեթի պատասխանը։ Իսկ այսօրվա համար այսքանը կամ այս շաբաթ օրվա համար այսքանը։ Եվս մեկ անգամ շնորհակալ եմ ուշադրության համար ու ամենակարևորը առողջ եղեք։